Այս վերջերս գնացել են Մեղրի։ Այդ Քոչարյանը ոնց էր հանձնել, որ մինչև հիմա Մեղրի են իրանք կարողանում են Մեղրի գնան։ Այդ ինչ ձև է հանձնել, որ մնացել է մերը։ Դե ասում են Լավ, Վազգեն կարելի է այդ Սարգսյանը իր աստիճանի- կյանքի գնով Այդ պահեց։ աստիճան կարելի է մարդկանց հույզերի բանի իրականության այդ բանը կտրվել է իրանց։ Մեղրի տալու թեմա երբևէ չի եղել, 1000 անգամ է դա Հոկտեմբերի բացատրել եմ։ 27-ը կապում են հենց այդ Ես մի թեմայի հետ, անգամ դրա մի հատ համար էլ են ասում։ ելույթ եմ ունեցել, որտեղ ասել եմ եկեք ես ձեզ տանեմ Քոչարյանի հանձնած Մեղրին։ Մեղրին, հա։ Հա, դուք էլ ինձ տարիք ձեր պահած Լեռնային Ղարաբաղ։ Ձեզ էլ Պահած բայց- Լեռնային Ղարաբաղը չկա, Քոչարյանի այսպես կոչված հանձնած Մեղրին իրանք ես վերջերս գնացին տեսնելու։ Իսկ այն թեզը, որ ասում են Վազգեն Սարգսյանը իր կյանքի գնով փրկեց, նախ պիտի այդտեղ մանրամասն ինչ նկատի ունեն, որտեղ Վազգեն Սարգսյանի այո ողբերգական սպանությունից հետո Մեղրին շարունակել է մերը լինել։ Եթե Եթե որ կոնտեքստը պիտի այն էր, տար, որ պետքա Քոչարյանը պատրաստում էր Մեղրին տալ, Վազգեն Սարգսյանը դեմ էր, հետևաբար Վազգեն Սարգսյանը եթե մահացել է, ուրեմն պիտի խոչընդոտ չլիներ։ հա, Պլանները ոնց բառ փոխվեցին։ ստացվեց, Հա։ բայց հա, նշանակում է այլևս բան կարող էր, չէ՞, տալ, եթե դա է իրանց տրամաբանությունը, բայց մենք հասկանում ենք ուր ենք հասել։ Մենք հիմիկվա խնդիրները թողած, մեր երկրի տարածքներն օկուպացված են, հա։ Իրանք ինչից են խոսում, որ չգիտեմ որ թվականին Մեղրին հանձնվել է, երբ որ Մեղրին հիմա մերն է։ Բայց ամբողջ ողբերգությունն այն է, որ եթե ժամանակին Քոչարյանը բանակցում էր, այլի բանին Ադրբեջանը Նախիջևանին անխոչնդոտ ճանապարհ տալու դրա դիմաց ամբողջ Արցախն Լաչինի միջանցքով Հայաստանի մաս դարձնելու բանակցություններ էր վարում, որ այդպիսի իրողություն ստանանք, հիմա ամբողջ Արցախը տվել են, այս ճանապարհը տվել են, բայց դեռ համարձակվում են հոխորտալ, որ այ Քոչարյանը Մեղրին հանձնել է։